կարծում եմ կսկսի Արծրունը։ Եվ հետո Մանեն։ Այսպիսով զույգը ձևավորվեց Արծրուն Խանգելդյան եւ Մանե Սարգսյան, իսկ մնացյալներին արդեն խնդրում են գնալ հետնաբեմ եւ սպասել իրենց հերթին։ Իմ Արծրուն Խանգելդյանը, բացառիկ կիրթ, ունի երաժշտական ճաշակ, շատ նուրբ է զգում երաժշտությունը, ինչ որ կլիշեներ կան, դրանից հենց ազատվեց, փայլուն երգիչ կունենանք իդեմս Արծրունի։ Միքայել Պողոսյանի կարծիքով այս դուետը կայացած էր։ Այս դուետում կար երաժշտական սինթեզ, սա Հայկոյի կարծիքն էր։ Քրիստինե Պեպելյանն իր նախապատվությունը տվեց Հեղինեին, սակայն Շուշանի օբյեկտիվ կարծիքն այսպիսին էր։ Ես ուզում եմ, որ ինձ առաջնորդի երաժշտությունը, ես ընտրում եմ Արծրունը։ Շնորհակալ եմ Շուշան Պետրոսյանից, որ ընտրեց ինձ։ Իր համար ընտրել եմ իմ սիրելի Ջոնաթան Բատլերի երգացանկից մի gospel հոգևոր երգ, կարծում եմ, որ իր մոտ պետք է փայլուն ստացվի։ Այս փուլում նոր առաջադրանք, նոր երգի ընտրություն, որը իմ դեպքում շատ դժվար էր, որտեղ ես ահավոր դժվար եմ երգեր ընտրում։ Այդ նոտան մաքուր չի երգից։ Հա, բան արեցի, կախարեց։ Սպանեմ։ Ուզում եմ մաքուր երգի, դա իմ միակ խնդիրն է, որտեղ ձայնային առումով, տեմբրի առումով ամեն ինչ ճիշտ է։ Եվ ընտրությունը, եւ իսկապես ինչպես զգում ես։ Հուսամ, որ իմ հույսերը գետնով չի տա։ Ինքը խենթ, ընտրած երգը խենթ, ուղղակի հայտարարում էր I'm crazy, ազնվորեն եւ այդ ձայնի մեջ, որ ես լսեցի կորորեն, այնքան խենթություն կար, այնքան ազատություն կար, մի անգամ էլ շուռ եկա եւ կրկնակի եղավ զարմանքս, երբ ասաց, որ ես եկել եմ այստեղ միայն մի մարդու մոտ։ Ես Շուշանի մոտ եմ եկել։ Հայկոն այս դուետի ելույթը անվանեց տոն։ Քրիստինե Պեպելյանը մեծ բավականություն ստացավ նրանց երգից, սակայն կարևոր է մարշչի ընտրությունը։ Մանեն իհարկե մատորն էր, շարժիչն էր այս փորձի, Մանե։ Բնավ չէի սպասում ու դրանից էլ երևի եկավ, որ բեմի վրա շատ հուզվեցի։ Արդեն երկու փուլում երգել եմ ավելի դրայվային գործեր, այս անգամ իմ առաջադրանքը լրիվ այլ է։ Այս անգամ երգել եմ տխուր մի երգ, այն կանանց մասին, որոնք որ իրենց երեխաներին եւ ամուսիններին կորցրել են եւ պատերազմի դաշտում եւ մենակ են այդ պատճառով, շատ ծանր երգ իրականում։ Մանեի համար ընտրել եմ Sting-ի երգերից մեկը, փառահեղ երգ, եւ երբ լսում էի, չգիտես ինչու հենց հասկացա, որ ինքը կարող է հենց դա երգել։ Գիտեմ, որ բառերը հասկանում ես։ Հա։ Չի կարող բոլոր բառերը նույն գույնով երգվի։ Վերանայի դա։ Okay։ Ավելի ճկնաղ երգ պատերազմներին նվիրված ես չեմ լսել։ Այսինքն ինքը ամբողջ ողբերգության մասին է, բայց իր կոնցեպտը խաղաղությունն է։ Այդ եմ ուզում ստանալ բեմի վրա։ Եվ ուզում եմ, որ մաներայից դուրս գաս մի հատ քո այն մանեական մաներայից, որ առիթ ունեցել ենք լսելու արդեն, երգես, որտեղ դու շատ սիրուն ձայնում ես։ Ուզեցի խնդիրը փոխել։ Ուզեցի, որ բոլորը այն ոճը, այն երաժշտությունը, որ միշտ ներկայացրել են, դա չլինի, որովհետև սա ներկապանակին եւս մի նոր գույն է ավելացնում։ Մանե հետդ մեծ հույսեր եմ կապում։ Արծրուն Խանգելդյան։ Lord, I lift your name on high. Lord, I love to sing your praises. I'm so glad you in my life. I'm so glad you came to save us. You came from heaven to earth to show the way from the earth to the cross. Ah, that you paid from the cross to the grave, from the grave to the sky. Lord, I lift your name on high.
Պողոսյան։ Why are these women here dancing on their own? Why is that there's sadness in their eyes? Why are the soldiers here? Their faces are like stone. I don't know what it is that they despise. They're dancing with the missing. They're dancing with the dead. Dancing with invisible ones. Their anguish is unsaid. Dancing with their fathers. Dancing with their sons. Dancing with their husbands. They dance alone. They dance alone. Why are these women here dancing on their own? Why is that there's sadness in their eyes? Why are the soldiers here? Their faces are like stone. I don't know what it is that they despise. They're dancing with the missing, dancing with the dead, dancing with the invisible ones. Their anguish is unsaid. Dancing with their fathers, they're dancing with their sons, dancing with their husbands. They dance alone. They dance alone. One day we'll have so much joy. One day we'll sing our freedom. One day we'll have too much joy. One day we'll have too much joy. One day we'll dance on their grave. One day we'll sing our freedom. One day we'll dance on their grave. Down they dance alone. Down they dance alone. They dance alone. They dance alone. They dance. Down they dance alone. Միքայել Պողոսյան։ Ես Մանեի դեպքում շատ կարճ եմ ասում, Մանե։ Քրիստինե Պեպելյան։ Իհարկե, երկրորդ ելույթը ավելի տպավորիչ էր, կարծում եմ բոլորի համար, բայց Արծրունի երգը հրաշալի երգ էր, աղոթք էր, ես կարծում եմ սա հետագայում ձեր ռեպերտուարի մեջ իր ուրույն տեղը կունենա։ Հայկո։ Մանեն եկավ էլի ցունամի, պես քշեց, սենց բեմը տարավ իր հետ, չգիտենք ուր, հիմա կիմանանք։ Լսենք ձեր մարշին, Շուշան Պետրոսյան։ Ես պիտի ասեմ, որ շատ հպարտ եմ երկուսովդ։ Երկուսով էլ հպարտ եմ, որովհետև երկուսի առջև դրվել էր խնդիր և երկուսն էլ կատարեցին։ Արծրունի դեպքում, ես կուզեմ, որ դուք Քրիստինե և Հայկո, դուք գիտեք Արծրունին, ես ուզում եմ, որ դուք զգաք տարբերությունը և աշխատանքը, դա ակնհայտ է ինձ թվում է։ Եվ ես շնորհակալ եմ
քեզ Արծրուն ջան խելացի երգիչ լինելու համար։ Խնդիրը հետևյալն է. դու ունես կոնկրետ գույն։ Այս խելառը բազմագույն է։ Ես կարծում եմ, որ դու ինքդ օբյեկտիվորեն հասկանում ես, որ ես դեռ իր հետ ինչ-որ խնդիրներ ունեմ չլուծված։ Դու կատարյալ պատրաստի երգիչ ես, դու այս աղոթքով, որը ես պատահական չի ընտրել քեզ համար, որովհետև սա այնքան էլ հեռու չէր քո ոճից։ Օրինակ, Sting-ի երգը Մանեի երգավոճից բավական տարբեր է։ Սրա հետ էլ ուրեմն հարցերը լուծեց։ Տեսնեմ ինչ պիտի մտածեմ։ Բոնի եմ երգես երևին։ Արծրուն ջան, քեզ շնորհակալ եմ։ Ես կարծում եմ, որ դու արդեն կարող ես որևէ մրցույթի չմասնակցել։ Դու պատրաստի երգիչ ես սիրելիս, եւ ես ուրախ կլինեմ նույն բեմի վրա քեզ հետ երգել համերգներին։ Ես ընտրում եմ Մանեին։ Մանե Սարգսյան։ Առողջ գժերը մեզ պետք են, ինչպես արդեն ունչեց։ Մանե ջան, ես ուրախ եմ, որ դու մնում ես նախագծում, ես ուրախ եմ, որ քեզ նորից հանդիպելու եմ։ Ես էլ եմ շատ ուրախ։ Ես խնդրում եմ զարմացրում ես հետագա փուլերի ընթացքում, հա։ Ես միայն շնորհակալության խոսքեր ունեմ ասելու։ Առաջին հերթին շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվել է ձայն, ես երգում եմ եւ այսօր ես այստեղ կանգնած եմ։ Տվել է։ Շնորհակալ եմ բոլոր ժյուրիներից, իրենց հրաշալի կարծիքների, խորհուրդների, ամեն ինչի համար։ Իդեմս իմ մարզչի, որին ես անչափ սիրում եմ, չգիտեմ։ Փոխադարձ։ Ինչքան շատ կարճ ժամանակ է, որ շատ կարճ ասելով մի քանի ամիս է, որ շփվում ենք, անընդհատ ինչ-որ բան եմ սովորել, միշտ ամեն օր, ամեն վայրկյան ու ես վստահ եմ ուղղակի, որ այդ սովորելու ընթացքը դեռ չի ավարտվել։ Միանշանակ։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ այս հրաշալի նախագծի համար։ Շնորհակալ եմ ձեզ, բոլորին, անձնակազմին, չգիտեմ։ Շնորհակալ եմ Արծրուն, դուք միակ մարդն եք, ով ինձ ասաց շնորհակալություն։ Արծրուն Խանգերդյան։ Շնորհակալ եմ, եւ այս տաղբարությունները մի լրում են ձեր շնորհակալությունները հնչում են ձեզ համար։ Ապրես Արծրուն ջան։